Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում կզրուցենք բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոս, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի որակի ապահովման վարչության մասնագետ Ամալիա Գրիգորյանի հետ։ Բարի երեկո սիրելի Ամալիա, համեցեք։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ Լուիսա ջան։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս եւ մեր տաղավարում եք։ Շնորհակալ եմ հյուրընկալության համար։ Ամալիա սիրելիս, ձեզ ներկայացնելուց ես պատահական չէ, որ նաև նշեցի Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոս, չնայած դուք այս պահին Երևանում եք եւ աշխատում եք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի որակի ապահովման վարչությունում, բայց դուք ձեր մեջ պահում եք Արցախը, դուք չեք հեռացել Արցախից, դուք ասել եք, որ Արցախը բացի ֆիզիկական տարածք լինելուց հոգևոր մեծ հարստություն էր եւ ասում եք, որ ամեն ինչ պետք է անենք այդ հոգևոր հարստությունը այս պահին պահպանելու համար, չնայած նրան, որ կոնկրետ հիմա Արցախը ֆիզիկապես կորցրել ենք, բայց այդ հոգևոր արժեքները եւ այդ հոգևոր աշխարհը պետք է պահպանենք։ Ամալիա ջան, դուք ինքներդ ինչ միջոցներ ունեք այն պահպանելու։ Արցախցիների պատերազմը չի վերջացել, այն այսօր էլ շարունակվում է եւ ավելի դաժան ձևով, որովհետեւ մենք զրկվել ենք մեր հայրենիքից, մեր տներից, մեր ծննդավայրերից եւ մենք կորցրել ենք մի ամբողջ քաղաքակրթություն։ Եվ սա ոչ միայն հայ ժողովրդի խնդիրն է, հայ ժողովրդի կորուստն է, այլ ամբողջ մարդկության։ Եվ այսօր մենք ինքնության պահպանման խնդիր ունենք եւ մեր ինքնության պահպանումը մեր մշակույթի մեջ է։ Դրա համար ես այսօր շատ կարեւորում եմ մեր հոգեվոր տարածքի պահպանության խնդիրը, որովհետեւ մենք ունենք հարուստ պատմություն, բանահյուսություն, բարբար, որը չպետք է մոռացվի։ Մինչդեռ մեր թշնամին այսօր շարունակում է ոչ միայն խեղաթյուրել, այլև վերացնել հայկականության հետքը Արցախում։ Դա շատ ծանր ու ողբերգական փաստ է մեզ համար, մենք չենք հաշտվում այդ իրողության հետ, եւ պետք է նշեմ նաեւ, որ մենք չենք հաշտվում նաև անարդարության հետ, որ մեզ հետ կատարվեց, դա անմարդկային էր, բնության օրենքներին դեմ, մարդկության բոլոր օրենքներին դեմ, մեզ վտարել են մեր երկրից, մենք չենք լքել մեր երկիրը, մենք չենք հեռացել, բառերը պետք է շատ զգուշորեն օգտագործել, մեզ բռնի կերպով տարհանել են եւ անգամ ընտրելու հնարավորություն չեն թողել։ Եվ այսօր ես մտածում եմ, որ մենք պետք է պահպանենք մեր հոգևոր Արցախը, այդ տարածքը պետք է համախմբվենք մտավորականներով եւ ռազմավարություն մշակենք, որովհետեւ մենք չգիտենք այսօր ինչ է պահպանվել, որովհետեւ մենք մեզ հետ չենք բերել ոչ գրքեր, ոչ թանգարանային նմուշներ, ամեն ինչ մնացել է այնտեղ։ Ամեն ինչ մնացել է այնտեղ եւ մենք պետք է պահպանենք մեր այն ամենը, ինչ մերն է, մեր պատմությունը, մեր բանահյուսությունը, մեր բարբառը, այն ամենը, ինչ կազմում է մեր ինքնությունը։ Ամալիա, դուք որ օրներ որ լքեցիք արդեն Ստեփանակերտը դուրս եկաք եւ այդ ճանապարհը գիտեմ ծանր բան եմ հարցնում, բայց ամեն ընտանիքի ճակատագիր չնայած նույն կամրջով էր անցնում, բայց շատ յուրովի ապրեց այդ ամեն ինչը եւ շարունակում եք այստեղ դեռ վերապրել։ Որ օրը դուրս եկաք Ստեփանակերտից Ամալիա։ Մենք դուրս եկանք ամենավերջին օրը սեպտեմբերի 29-ին դուրս եկանք ոչ թե որովհետեւ վառելիք չունեինք, արդեն ձեռք էինք բերել հենց վերջին օրը, այլ որովհետեւ ամեն օր ես հետաձգվում էի իմ դուրս գալը, մեր դուրս գալը, արդեն նայում էի շենքերում լույսեր չէին վառվում, որովհետև վերջին 2 օրը Ադրբեջանը հոսանք տվեց եւ մենք լույս ունեինք, մտածում եմ հիմա չեն կրակում, ուր են գնում, մեր տունը, տեղը, մեր երկիրը, որ 30 տարիների ընթացքում, իմ գիտակցական ողջ կյանքի ընթացքում ես միայն տեսել եմ ծաղկող ու փթող Արցախը, հիմա ում ենք թողնում այս երկիրը, ուր ենք գնում, ապա
արդեն Հայաստանից իմ ընկերները, հարազատները, ովքեր արդեն տեղ էին հասել, գրում էին ինձ անդադար, որ մի մնա այդտեղ դուրս արի, դուրս եկեք, ում եք սպասում, արդեն մարդ չի մնացել այդտեղ։ Եվ նաև մի բան ասեմ, որ իմ եղբայրները բոլորը առաջնագծում էին եւ զենքը ձեռքներին դեռ այնտեղ կանգնած էին, որովհետեւ տեղյակ չէին, որ Արցախը հանձնված է եւ մենք պետք է դուրս գանք։ Նրանց կարմիր խաչը բերեց եւ մենք արդեն դուրս եկանք։ Դուրս եկանք կռվում էին։ Այո, նրանք դեռ առաջնագծում էին։ Դուք ասում եք, որ պապիկը ձեր, հա, տարեց շատ դժվարությամբ չէր ուզում լքել Արցախը եւ հետո կխնդրեմ պատմեք այդ պատմությունը, որ նույնիսկ բուժօգնության չի համաձայնվել եւ ասել է, եթե պիտի մահանամ, ուրեմն ավելի լավ երանի նրանց, ովքեր Արցախի հողում կմնան։ Այո, ամենադժվարը պապիկիս հանելն էր Արցախից 94-ամյա պապիկս ամբողջ կյանքը նվիրել է Արցախին, ստեղծել, տուն կառուցել, այգիներ մշակել եւ ամենադժվարը նրան դուրս հանելն էր իսկապես, երբ նստեց ավտոմեքենան, ասում է ինձ աքսորում եք։ Սա աքսորավայր է։ Ու երբ որ ճանապարհվեցինք, ինքան ընդհանուր խոսում էր, մի րոպե չէր լռում, ինչպես կարելի է սա հանդուրժել, ինչպես կարող է մարդկությունը, միջազգային հանրությունը, ինչպես կարող է լուր նայել, թե ինչպես մի ժողովուրդ հայրենազրկվում է։ Եվ ճանապարհին իհարկե նավատացա, որովհետև 3 օր շարունակ մենք ճանապարհ եկանք, սոված ծարավ, ավելին գաղթի ճանապարհին 2 կին մահացան, բոլորովին ջահել եւ այդ ավտոշարասյունը երբ որ առաջ էր շարժվում, ապա մի 5-6 ժամ կանգնում է, ես դուրս եկա եւ փորձում էի ինչ որ ջուր կամ թեյ գտնել, ինչ որ մի բան, որտեվ ճանաչում էի շատերին։ Այդ պահին ես տեսա իմ գործընկերոջը, մոտեցա, բարևեցի, ասում եմ գոնե կարողացաք աշխատանքի վայրից կամ տնից մի բան վերցնել, ասեց Ամալիա, ես իմ զոհված որդու դիակն եմ տանում։ Ես այնքան վատ զգացի, նույնիսկ իմ հարցից մի օր առաջ որդին զոհվել էր առաջնագծում եւ նա գոնե երջանիկ է նրա համար, որ գոնե որդու դիակը իր հետ տանում է։ Ուրեմն, քանի որ ծանր ճանապարհ եկանք, պապիկը վատացավ, ես չէի պատկերացնում, որ կարող էր այդ պահին վատ բան լիներ, ես ինձ չէի ների։ Եվ այդ պահին մոտեցա ռուս խաղապահներին, իհարկե երկար քայլեցի մի 2-3 կիլոմետր, որ հասնեի իրենց զորամասին եւ խնդրեցի, որ գային եւ օգնություն ցուցաբերեին պապիկին։ Նրանք մի ժամից հետո եկան եւ շտապ օգնության մեքենայով որոշեցին պապիկին տեղափոխել կամրջից այն կողմը, որովհետեւ այնտեղ կան եւ բժիշկներ, եւ սնունդ, եւ դեղորայք, նրան առաջին բուժօգնությունը ցույց կտային։ Բայց պապիկը հրաժարվեց, չնստեց, ասաց, եթե պիտի մեռնեմ, թող այսպես մեռնեմ եւ ասաց իմ սիրտը մնացել է այնտեղ։ Ես ինչու պիտի մտածեմ իմ մասին։ Ու չնստեց։ Ու եկաք Հայաստան։ Եկանք Հայաստան, այո, ինքը կարոտից վշտից մահացավ, որևէ առողջական խնդիր չուներ եւ մահացավ վշտից։ Օր-օրի ինքը մաշվեց, թուլացավ եւ ամեն օր ինձ լուրերից է հարցնում, լուրերով ինչ են հաղորդում, ինչ են որոշել, հոմես այստեղ չեն թողնելու, ինչքան կարելի է խալխի օջախում ապրել։ Նա անհաշտ էր այդ իրողության հետ ու այդ վշտից մահացավ։ Հուսով որ պիտի վերադառնա։ Այո, այդ հույսով ինքը ապրեց։ Ինքը այս աղետալի ողբերգական իրադարձությունների նահատակն է։ Ամալիա, ես ուզում եմ դուք մի փոքր ձեր գիտական աշխատանքից խոսեք, որովհետև շատ հետաքրքիր է թեման ձեր աշխատանքի,
ազգային ազատագրական պայքարը եւ արցախցի գրողները։ Սա մի քիչ մեզ մոտ չլուսաբանված եւ շատ հետաքրքիր թեմա է։ Նախ Ամալիա ջան, այդ ազգային ազատագրական պայքարը դուք խոսքի սկզբում էլ ասեցիք, Արցախցու մեջ դա ավարտված չէ, չնայած նրան, որ մեր երկրի բարձրաստիճան այրերը պնդում են, որ Ղարաբաղյան շարժում կոչվածը վերջացած է, բայց Արցախցին կարծես թե եւ ընդհանրապես հայ մարդը պետք է հասկանա, որ ոչ, այդ կամուրջները այրված չեն։ Իսկապես հայ գրաքննադատությունը մասամբ է անդրադարձել Արցախում ստեղծվող գրականությանը, մանավանդ պատերազմական թեմայով գրված, եղել են հոդվածների տեսքով անդրադարձներ, բայց ամբողջական ձևով ես եմ փորձել ներկայացնել ազատամարտի արցախյան պոեզիան եւ համակարգման ու պարբերացման եմ ենթարկել հենց այդ աշխատության շրջանակներում, նաեւ լուսաբանել եմ Արցախի գրական կազմակերպության մութ ու անհայտ էջերը։ Պետք է ասել, որ Արցախյան ազգային ազատագրական պայքարը սկիզբ է առնում դեռևս 1920-ական թվականներին, երբ Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջևանը անօրինական ձևով բռնակցվում են Խորհրդային Միությանը։ Եվ Սերո Խանզադյանը իր Ղարաբաղը գրակների մեջ գեղարվեստական վավերագրության մեջ գրում է, որ Հայաստանի ղեկավարները չէին զբաղվում Ղարաբաղի հարցով կամ զբաղվում են կիսատ պռատ կամ ահաբեկված եւ փոխարենը իրար միս էին ուտում եւ իրենց լղարիկ զենքեր ուղղում էին իրար դեմ։ Լուիզա ջան, թույլ տվեք ասել, որ այսօր էլ նույն վիճակում ենք 100 տարի անցել, փաստորեն այս խայտառակ իրականության մեջ ենք եւ հենց առաջին օրվանից պայքարը սկսվեց Արցախում, որովհետև Ադրբեջանը բացահայտ վարում էր գաղութացման քաղաքականություն եւ նրա նպատակն էր հայաթափել Նախիջևանն ու Ղարաբաղը։ Նախիջևանը արմատապես հայաթափվեց, Ադրբեջանը շատ կարճ ժամկետում վերացրեց այնտեղ հայկականության հետքը, իսկ Ղարաբաղում դիմադիր եղան հատկապես մտավորականները եւ շարժումը տարբեր փուլերով ընթացավ։ Ադրբեջանը շարունակելով իր ցեղասպան եղբոր քաղաքականությունը փորձում էր գլխատել հայ մտավորականությանը եւ նրա թիրախը մտավորականներն էին։ Այդ ժամանակ Բոգդան Ջանյանը, որը եղել է այդ ժամանակ գրողների միության նախագահ, գրում է. Արցախյան գրականությունը ստեղծվել է դժվար, անասելի դժվար պայմաններում եւ միայն գրական մարդկանց ազնիվ ջանքերով եւ զոհողություններով, որովհետեւ նրանցից առաջիները իսկապես զոհ են գնացել թուրք-ադրբեջանական սադրանքներին եւ ապա գրում է, որ Ղարաբաղյան բաժանմունքը գրողների միջոց էր դարձել նացիոնալիստներ որսալու։ Եվ ուրեմն Բոգդան Ջանյանը նույնպես երկու անգամ աքսորվում է։ Առաջին անգամ աքսորվում է 1948 թվականին, երբ Արցախ է այցելում Ավետիք Իսահակյանը։ Իսահակյանին Արցախում ուղեկցելու համար Բոգդան Ջանյանին աքսորում են Սիբիր։ Իսահակյանը տեսնելով իրականությունը դառնացած սրտով վերադառնում է եւ իր նոթատետրում գրում է, որ մարդկության լուսավոր ազգերի աչքի առաջ հայրենազրկվում է մի ամբողջ ժողովուրդ եւ չկա մի ձեռք, որ կասեցնի բարբարոսի հալածանքները։ Չհանդուրժելով այդ վիճակը, հենց Հայաստանում գրողների հետ սկսում են արդեն պայքարի ուղիներ մտածել։ Սակայն 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, երբ հռչակվում է Արցախի հանրապետությունը, Ադրբեջանը սկսում է պատերազմը։ Հայ գրողը զինվորագրվում է պատերազմին եւ նրա տողը ծնվել է հենց Խրամատում, արկերի պայթունների տակ։ Այսինքն արցախցի գրողները ոչ միայն եղել են իրադարձությունների ականատեսը, այլև գործուն մասնակիցները եւ ոչ միայն շարժում են գլխավորել, այլև եղել են պատերազմական գործողությունների մասնակիցներ։ Ամալիա ջան, դուք այսօր ինչպես եք որակում արցախցիների պայքարը, վիճակը եւ մտավորականության դերն ու նշանակությունը այս ամեն ինչում։ Դուք ասում եք, որ այսօր էլ պայքար կա, պատմական ակնարկը դուք շատ գեղեցիկ արեցիք, սխալներն էլ ենք հասկանում ենք, որ շատ սխալներ չենք էլ ուղղել, միգուցե շատ բաներ էլ այսօր կրկնվում են։ Այսօր ինչ է
ասում մենք, ինչ ենք անում։ Ես կարծում եմ, որ փրկվածների սրբազան առաքելությունն է այսօր տեր կանգնել մեր ունեցածին, մեր հայրենիքին, մեր ինքնությանը, եւ մենք իրավունք չունենք հանձնվելու։ Թեպետ այսօր մենք ուրեմն գործ ունենք եւ ներքին վտանգների եւ արտաքին վտանգների հետ, բայց այնուամենայնիվ մենք մտավորականներով պետք է միավորվենք, մենք արցախցիներով պետք է համախմբվենք, ուրիշ լուծում չկա։ Միակ լուծումը մեր համախմբումն է, որովհետեւ մենք անցել ենք 4 պատերազմների միջով, մենք ապրել ենք էքզիստենցիալ լարվածության տագնապների մեջ, մենք դժոխքն ենք տեսել ու ապրել, հետեւաբար մենք իրավունք չունենք հանձնվելու։ Պատահական չէ, որ արցախահայ գրականությունը, իհարկե ես միտում չունեի արցախյան գրականությունը բաժանելու մայր գրականությունից, իմ խնդիրն այստեղ եղել է ներկայացնել պատմական այն իրադարձությունները, որոնք գրի են առնվել արցախցի գրողների կողմից եւ ավելի հավաստի են, որովհետեւ նրանք եղել են ականատեսներն ու մասնակիցները։ Եվ պատահական չէ, որ արցախյան գրականությունը մենք կարող ենք համարել արցախահայերի էքզիստենցիալ գոյության փիլիսոփայությունը։ Եվ այսօր ես նույնիսկ մտածում եմ, որ սպասում եմ, որ ինչ որ մեկը կսկսի, ինչ որ մեկը կնախաձեռնի, բայց ես մտածում եմ իմ տեսլականում կա ինքս սկսել այդ ամենը, ինքս սկսել զբաղվել այդ հարցով։ Ամալա, դուք ձեր խոսքում, երբ զրուցում եք, ասեցիք հետևյալը, ես ոչինչ չեմ բերել Արցախից հետս եւ ոչինչ այստեղ չունեմ, բայց իմ հարստությունը այստեղ մարդիկ են։ Ամալա ջան, ինչու եմ ուզում խոսեք այդ մասին, որովհետեւ մենք այսօր տեսնում ենք, որ մի կողմից այս տարածվող ատելության խոսքը, այս անդադար հայաստանցի արցախցի բաժանումը, շատ կրիտիկական վիճակ է այս ամեն ինչում, բայց շատ հաճելի էր լսել, որ նույնիսկ ասում է այս մթության մեջ դուք գտնում եք այն լուսավոր կետերը եւ փաստորեն ունեք այն մարդկանց, ովքեր ձեզ համար հույս են, լույս են դարձել Հայաստանում եւ ես կուզեմ մի փոքր դրա մասին էլ խոսեք, որովհետեւ կարծում եմ լավն էլ պետք է վարակիչ լինի, որովհետեւ մի կողմից մենք տեսնում ենք այս ամեն ինչը, բոլոր թերությունները, բայց ի վերջո կան մարդկանց պայքարող տեսակ, մարդիկ, որոնք ձեզ հետ միասին չեն հանձնվում, ձեր կողքին են եւ ամեն ինչ անում են, որ Արցախցու հետ կամուրջները ամուր պահեն եւ ոչ թե այրեն։ Հիմա խնդրեմ մի փոքր ձեր հայաստանյան հարստությունից խոսեք մարդկանց տեսքով։ 2020 թվականի պատերազմից հետո մենք ոչ միայն չմտածեցինք երկիրը լքելու մասին կամ հեռանալու, որովհետև այնքան վտանգավոր էր Արցախում ապրելը շրջապատված լինելով թուրք ադրբեջանցի ռուսակներով ու մանավանդ որ նրանք զբաղեցնում էին ստրատեգիական բարձր դիրքեր եւ ամեն րոպե մենք նրանց նշանառության տակ էինք։ Ես ուրեմն մտածեցի, որ մենք իրավունք չունենք դուրս գալու, մենք պարտքի ու պատասխանատվության զգացումով պետք է ապրենք, միշտ ենք այդպես ապրել, բայց հողը այնքան էր քաղցրացել 20 թվականից հետո փոքրացել էր եւ ցավ այնքան շատ էր ու ես վերանորոգեցի, կահավորեցի իմ բնակարանը, որ վերջնական ես Արցախում եմ ապրելու պատերազմից հետո եւ դուրս գալուց ես իմ տնից վերցրել եմ ընդամենը մի նկար, դա դիվանքի նկարը։ Եվ հասնելով ես կուզենայի խոսել լավ մարդկանցից Լուիզա ջան, որովհետև լավի մասին պետք է շարունակաբար խոսվի, որովհետև լավը դրոշակի պես պետք է պարզել վատի հեճուկս վատին, վատն այնքան շատ է գեներացվում, որ մենք խճճվում ենք ամեն ինչի մեջ, այդ վատի մեջ, վատը ճահիճ է, իսկ լավի մասին պետք է անընդհատ խոսել։ Ես այդ փիլիսոփայությունն եմ ընտրել, ապրելու այդ փիլիսոփայությունն եմ ընտրել։ Եվ առաջինը, որ մեզ դիմավորեցին, դա Գորիսում էր։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Գորիսի ողջ ժողովրդին, քաղաքապետին, այն բոլոր կամավորականներին, ովքեր Հայաստանից, Սփյուռքից ժամանել էին Գորիս, որպեսզի այդ սոված, ծարավ, հյուծված, հալածված ժողովրդին ապավեն լինեին, բալասան լինեին։
Իսկապես չեք պատկերացնում, Լուիզա ջան, եկել ենք սոված, ծարավ, հյուծված ու տաք սնունդ, ամեն ինչ դեղորայք, այնքան ջերմությամբ է մեզ պարուրել եւ այդ ջերմությունը ես երբեք չեմ մոռանա։ Ապա ճանապարհը շարունակելով հասանք Երևան եւ Երևանում էլ ես շատ լավ մարդկանց եմ հանդիպել, հրաշալի մարդկանց, որ իսկապես մենք քանի որ ամեն ինչ կորցրել էինք, մենք կորցրել ենք մեր հայրենիքը, ինձ համար հայրենիքն էր ուրեմն արժեք, ամենավեհ արժեքը հայրենիքն էր։ Դրա համար ես իմ տնից ոչինչ չեմ վերցրել, որովհետև եթե հայրենիքը պիտի թողնեի, ապա ինչ կարող էր լինել թանկ ինձ համար։ Ոչ մի բան, բացարձակ ոչ մի բան։ Եվ այսօր Հայաստանում ես ունեմ շատ լավ ծանոթներ, ընկերներ, որոնք ինձ համար հենարան են, իրենց խոսքով, իրենց գործով, իրենց տեսակով, իրենց հայրենասիրական նկրտումներով այսօր կանգնած են Արցախցու կողքին։ Այսպես օրինակ ես Facebook-ով գրել եմ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր պարոն Գոր Վարդանյանին աշխատանքի հարցով, նա անմիջապես արձագանքել է եւ ինձ հրավիրել է համալսարան ու հենց առաջին օրը ինձ աշխատանքի է ընդունել։ Ես շնորհակալ եմ նրան իր վեհ մարդկային արժեքների համար եւ որ ինքը կանգնած է իսկապես արցախցիների կողքին, մեծ թվով արցախցիներ աշխատում են այսօր այնտեղ։ Ես շնորհակալ եմ նաեւ իմ գործընկերներին, ովքեր ամեն պահ այնպիսի մթնոլորտ են ստեղծում, որ ես ինձ տանը զգամ։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև պարոն Գագիկ Ծառուկյանին, ես անձնապես ծանոթ չեմ պարոն Ծառուկյանին, բայց ես հետևում եմ եւ տեսնում եմ, թե ինչպիսի հսկայական մեծ գործ է անում արցախցիների համար։ Նա այսօր պետության գործն է ստանձնել եւ նաեւ հիմնել է Հայաստան-Արցախ երիտասարդական միությունը, որը ես կարծում եմ, որ լինելու է այն կորիզը, որի շուրջը մենք համախմբվելու ենք։ Կեցեք Ամալա ջան եւ կեցեն իսկապես բոլոր այն մարդիկ, որ տեսնում եք լուսավորվում ենք, ժպտում ենք, ուրախանում ենք եւ հասկանում ենք, որ իսկապես լավը մեզանում դեռ կորած չէ եւ քանի կա մենք իսկապես ուժ ենք ունենալու պայքարելու եւ առաջ գնալու։ Այո, անպայման մենք երբեք չպետք է մենք ուժեղ պիտի պահենք մեզ եւ անկոտրում պիտի պահենք մեր ազգային ոգին։ Հենց դրանով ենք մենք տարբերվում բոլորից։ Հենց այդ տեսակով, այդ կենսափիլիսոփայությամբ մեր ապրելու, մեր ընկալելու, ազգայինը վերդասելու։ Ամալա, այսօր աշխատում եք Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի որակի ապահովման վարչությունում։ Ինչպիսին է այսօր մեր կրթության որակը Հայաստանում եւ պոլիտեխնիկական համալսարանի կրթության որակը ինչպես եք այսօր գնահատում։ Ուրեմն ես մինչև պոլիտեխնիկական համալսարանում աշխատանքի անցնելը որակի ապահովման ազգային կենտրոնի կողմից որպես կրթության փորձագետ մասնակցել եմ բուհերի քոլեջների հավատարմագրումներին, իհարկե շնորհակալ եմ նաև պարոն Ռուբեն Թոփչյանին ու իր թիմին, որ վստահել է ինձ նման պատասխանատու գործ եւ պետք է ասել, որ այսօր շնորհիվ ներդրված նոր չափանիշների ու մեխանիզմների տեղի ունենում կրթության շարունակական զարգացում։ Համալսարանի բոլոր ոլորտներում բարձր նշաձող է սահմանված եւ բավականին հավակնոտ ծրագրեր են իրականացվում այսօր թե եվրոպական եւ թե միջազգային կառույցների կազմակերպությունների հետ։ Եվ համալսարանը իրացնելով տեխնոլոգիական կրթություն այսօր շատ մեծ կարևորություն է տալիս ռեսուրսների շարունակական վերազինմանը։ Եվ ես շնորհակալ եմ, որ ես այդ պրոֆեսիոնալ թիմի անդամ եմ, որովհետև ինձ հենց մոտիվացրել է այդ շարունակական զարգացումը, նրանց նպատակները, նրանց ծրագրերը, որոնք իրականացնում են եւ պետք է ասեմ, որ համալսարանը ոչ միայն առաջադեմ է տարածաշրջանում, այլև միջազգային վարկանիշային սանդղակում բարձր դիրք ունի եւ տարեցտարի բարելավում է իր դիրքերը։ Եվ հուսանք, որ շնորհիվ ձեր վարչության գործունեության մենք ավելի բարձր նշաձողեր պետք է սահմանենք, այո։ Ամալա, դուք կարծրատիպեր ունեք։ Այո։ Եվ ինչ է կարծրատիպը Ամալա Գրիգորյանի համար։ Կարծրատիպը դա այն ներքին սահմանն է,
որ ես ինքս ինձ համար դրել եմ, սահմանել եմ, որ ես այդ սահմանից չեմ անցնելու։ Օրինակ, ես երբեք չեմ պատկերացում թշնամու հետ ապրել։ Ես երբեք չեմ պատկերացում թշնամու հետ բարեկամություն կամ թշնամուն ներկայացնել լավ կողմից։ Թշնամին լավը չէ, որովհետև դարեր շարունակ նրա նպատակը եղել է մեզ ոչնչացնելը։ Եվ էթնիկ զտման է ենթարկել, եւ խոշտանգել է հայ ժողովրդին, եւ նաեւ մշակութային ցեղասպանություն է իրականացնում առ այսօր։ Ես անհանդուրժող եմ Թուրքի հանդեպ, Թուրքը իմ թշնամին է, վերջ։ Չի կարող այդ կարծրատիպը փոխվել եւ ոչ մի պարագայում։ Ամալա, հիմա որ ասեմ, ինչ հետաքրքիր է, 200-ից ավել կին է երևի եղել այս տաղավարում եւ ամեն մեկը խոսել է ինչ-որ մի կարծրատիպից եւ տարբեր, երբեք չեմ հիշում, որ համընկնի։ Ասել են ունեմ, չունեմ, սա է, նա է, կոտրել եմ, հրաժարվել եմ եւ միայն Արցախահայ կանայք, դուք արդեն թվով չգիտեմ որ երրորդն եք, փաստորեն բոլորի մոտ կարծրատիպը մեկն է, թշնամու նկատմամբ եղած կարծրատիպ, որից դուք չեք պատրաստվում հրաժարվել։ Ոչ մի դեպքում Լուիզա ջան, մենք տեսել ենք թշնամու աչքերը։ Ամալա Գրիգորյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր երկրում։ Լուիզա ջան, գիտեք, պապս բավականին իմաստուն մարդ էր եւ այստեղ երբ կորցրել էր իր տունը, ես հարցրել եմ իրեն ինչպես ապրենք։ Պապս գիտեք ինչ ասել է, երբ մարդ կորցնում է իր տունը, ինքը պիտի դառնա իր եւ իր հարազատների համար տուն։ Եվ ես այսօր օգնելով իմ հարազատներին, թևութիկունք լինելով նրանց, կարողանում ենք հաղթահարել այս մղձավանջը։ Նորից եմ ասում, այսօր էլ շարունակվում է մեր պայքարը այսօր ավելի ուրիշ ձև է ընդունել, տրանսֆորմացվել է, բայց մեր նպատակը մեկն է՝ վերադարձնել մեր հայրենիքը, վերադառնալ մեր ծննդավայր, Մայր Հայաստանն էլ մեր հայրենիքն է, իմ գիտակցական ողջ կյանքի ընթացքում ես այդ գիտակցությամբ եմ ապրել, Մայր Հայաստան եւ Արցախ, երկուսն էլ իմ հայրենիքն են։ Եվ իդեմս Հայաստանի մենք զգացել ենք այդ հզոր թիկունքը, միշտ հպարտացել ենք, միշտ լավ ենք զգացել։ Եվ այսօր այստեղ, երբ որ փորձում են ատելություն սերմանել հասարակության մեջ եւ հանրային խոսույթում անընդհատ տարածում են արցախցու վերաբերյալ բացասական թեզեր, սա ինձ համար անընդունելի է։ Այ ես սրան չեմ դիմանում։ Երբ որ փորձում են ներքին պարակչական աշխատանքներ կատարել եւ նպատակը ո՞րն է նպատակը։ Ես դա եմ ուզում հասկանալ։ Ի վերջո մենք մի նպատակ պետք է ունենանք եւ դա մեր ազգային խնդիրները լուծելն է։ Ոչ թե իրար պախարակելը, սա շատ հիվանդագին վտանգավոր երևույթ է։ Այսօր թշնամին կանգնած է մեր սահմանին։ Այսօր իմ մտահոգության տիրույթում Հայաստանն է, Սյունիքն է, որ թշնամին ուզում է զավթել։ Ինչ ենք անում այսօր մենք։ Իրար միս ենք ուտում։ Եվ պարզապես չոչնչանալու համար, պարզապես որպես ազգ մնալու համար պետք է հեռու մնանք նման իրար վիրավորող, որովհետև գիտեք արցախցիների տառապանքը բազմապատկվում է, երբ լսում է նման թեզեր, մանավանդ որ դրանք հնչեցվում են պետական բարձր ատյաններից։ Երբ որ դա իրականացվում է պետության կողմից, կառավարության կողմից, ստահոդ թեզեր են դրանք, թե արցախցին չի կռվել, գիտեք, ամեն ինչ արվում է արցախցու արժանապատվությունը ոչնչացնելու համար։ Մենք տվել ենք մինչև վերջ մեր արժանապատվության մարտը, մինչև վերջ կարճել ենք մեր հողին, մինչև վերջ մեր մեղքով չի, մենք ինքնակամ չենք հեռացել այդ հողից, մենք կամ պիտի բնաջնջվեինք, կամ պիտի դուրս գայինք։ Եվ շատերը, շատ արցախցիներ այսօր մտածում են, որ ավելի լավ այնտեղ մեռած լինեին։ Այո։ Եվ հետևաբար մեր ազգային փրկությունը միշտ էլ բոլոր ժամանակներում էլ Նժդեհն է ասել նույնիսկ այն ժամանակ, որ ազգերի փրկությունը
վերջնական փրկությունը նրանց վերադաստիարակության մեջ է։ Հետևաբար մենք պետք է հասկանանք ինչ ենք անում։ Գիտեք, Լուիզա ջան, ես մտածում եմ, որ շատ դեպքերում անգրագիտությունից է, տգիտությունից են մարդիկ այդպես անում։ Պատմություն չիմանալուց, աշխարհագրություն չիմանալուց, մարդիկ ովքեր չգիտեն Արցախի տեղը, Արցախի պատմությունը, չեն ճանաչում արցախցու տեսակը։ Հասկանում եք, պարապ մարդիկ են դրանք։ Իսկ պարապությունը միշտ է չարությամբ է լցված։ Պետք է ամեն ինչ անել, որ մենք միավորվենք։ Ես հենց այդտեղ եմ տեսնում մեր փրկությունը, մեր համախմբման մեջ, մեր ազգային, համազգային համախմբման մեջ, որովհետև մենք այսօր ուրեմն կտրել ենք նաև կապը Սփյուռքի հետ։ Եթե մի ժամանակ մենք ունեինք այդ եռամիասնությունը Հայաստան, Սփյուռք, Արցախ, ապա այսօր Հայաստանը խզելով բոլոր այդ կարևոր ազգային սնուցող կապերը ինքը փորձում է թրքամետ գաղափարներ տարածել, թշնամու ջարաղացին ջուր լցնել, թե չէ որն է նպատակը, ես չեմ հասկանում։ Որն է նպատակը, չկա Արցախ, չեն ուզում լինի նաև արցախցին, արցախցին գաղթի այստեղից Հայաստանից։ Այդ դեպքում ով է պայքարելու Արցախի համար, Հայաստանի համար։ Ամալա, եթե փորձեք ձևակերպել հայրենիքը ձեզ համար, ինչ կասեք։ Հայրենիքը իմ սիրտն է։ Հայրենիքից վեր ես արժեքներ չունեմ։ Ամենավեհ արժեքը իմ հայրենիքն է։ Եվ ես այսօր իսկապես ցավում եմ։ Ես չնայած ֆիզիկապես այստեղ եմ, բայց իմ սիրտը, իմ միտքը Արցախում է, իմ ծննդավայրում։ Չկա մի պահ, որ ես այնտեղ չլինեմ։ Եվ դա իսկապես սարսափելի հոգեկան տառապանք է այս վիճակում ապրել։ Սա դեմ է, նորից եմ կրկնում, բնության, մարդկության օրենքներին, մարդուն կտրել իր արմատներից։ Ամալա, սիրելիս, հաղորդման վերջում դուք հնարավորություն ունեք ինձ մի հարց ուղղելու, եթե իհարկե ունեք դրա ցանկությունը, դա պարտադիր պայման չէ, բայց մեր հաղորդումը ունի նաև այսպիսի ձևաչափ։ Նախ եթե թույլ կտաք, Լուիզա ջան, նաև ձեզ շնորհակալություն հայտնել, որովհետև այսօր համարյա արցախցիներին հարթակ չեն տրամադրում եւ շնորհիվ ձեզ, որ դուք անդադ արցախցիներին եք հյուրընկալում եւ լսում եք արցախցիների խոսքը, լսելի եք դարձնում նրանց խնդիրները, նրանց ցավը, սա շատ կարեւոր է եւ նաեւ Լուիզա ջան, Արցախը ինչ տեղ ունի ձեր կյանքում։ Շատ մեծ, Ամալա, նախ ես ուզում եմ, որ դուք շնորհակալություն ինձ չհայտնեք դրա համար, որովհետև ես կարծում եմ, որ դա յուրաքանչյուր նորմալ հայ մարդու գործողություն, արարք եւ մտածելակերպ պետք է լինի։ Ամեն մեկս մեր հնարավորությունների սահմանում։ Ես հիմա ունեմ այս հնարավորությունը, այո, ես բոլոր դեպքերում միշտ կրկնում եմ, երբ այստեղ հյուրերը լինում են արցախցիներ, որ սա այն հարթակն է, որ դուք միշտ տեղ ունեք, որտեղ միշտ լսելի եք լինելու եւ Արցախ խոսքը այս հարթակից միշտ պետք է հնչի։ Բացի սրանից նույնիսկ ասեմ, սիրելի Ամալա, որ ես եւ իմ գործընկերները վերջերս կամուրջ այսպիսի քաղաքացիական նախաձեռնությամբ ենք հանդես եկել, որի նպատակը, առաջին նպատակներից հենց մեկը նա է, որ արցախցիների հետ ամուր պահենք մեր կամուրջները եւ թույլ չտանք, որ այրվեն եղածները եւ վերականգնենք նրանք այն կամուրջները, որոնք խարխլված են, այնպես որ իմացեք, որ այդ հարթակում էլ դուք խոսք ունեք, տեղ ունեք եւ սրանից հետո մենք կկարողանանք նույնիսկ մի քանի հոգի միասին հանդիպել, եթե այստեղ ֆորմատը այնպիսին է, որ մի հյուր է, ես անպայման սրանից հետո նաեւ հյուրընկալելու եմ մի քանի հոգի արցախցի միասին եւ մենք հնարավորություն ենք ունենալու տարբեր թեմաներով զրուցել, բայց իհարկե թեմայի գլխավոր նպատակը պետք է լինի Արցախը, արցախցին եւ այսօր արցախցու խնդիրները եւ այդ խնդիրներին լուծումներ եւ լուծումների ճանապարհներ գտնելը։
Իսկ Արցախը ես ասել եմ եւ կրկնում եմ, Ամալա ջան, շատ մեծ դեր ունի իմ կյանքում, դա իսկապես ես արմատներով Արցախից չեմ, ես չունեմ արմատներ, ես բոլոր հաղորդումներին, երբ այդ հարցը տալիս են, ասում եմ, բայց դա իմ մեջ հոգու կտոր է, դա իմ համար հոգևոր արժեք է, դա հայրենիք է եւ այո, ես չեմ անցել ձեզ նման այդ դժվարությունների միջով, ես այդ մահը, տառապանքը, այդ կամուրջը, այնտեղ տունուտեղ չեմ թողել, բայց հավատացած եղեք, որ մենք նույնպես բոլոր սրտացավ մարդիկ 2023 թվականին իրենց սրտի մի մասը կորցրել թողել են այնտեղ։ Իսկ մարդու սիրտը մեկն է, երբ որ մասնատվում է, ինքը ճիշտ չի բաբախում, էլի։ Ինչ որ մի բան այդ բաբախից կորել է եւ դրա համար ես հույս ունեմ, որ մենք բոլորս միասին, միավորված, այնպես պետք է անենք, որ մեր սիրտը ճիշտ սկսի բաբախել եւ մենք ճիշտ ուղղություններ կարողանանք գտնել ապրելու, արարելու եւ մեր հայրենիքը ավելի ամուր դարձնելու համար։ Ապրեք շատ։ Սիրելի Ամալիա, շատ շնորհակալ եմ։ Հիմա այս հաղորդումը երբ եթեր է գնում, արդեն եկեղեցիներում ավետել են Քրիստոսի հարությունը։ Ես ձեր Facebook-յան գրառումներից վերջինս կարդացի եւ հիմա ուզում եմ ընթերցել Ղուկաս Ղրիմեցուց դուք գրել եք հետեւյալը. եղիր ավելի բարի, քան ընդունված է, քանի որ յուրաքանչյուրն ունի իր պատերազմը, ճակատամարտերը եւ կորուստները, ապրիր պարզապես, սիրիր առատորեն, ուշադրություն դարձրու ուրիշի կարիքին, մեղմ խոսիր, իսկ մնացյալը թող Տիրոջը, ոչ հավատը, ոչ դավանանքը, ոչ միստիցիզմը, ոչ ճգնավորությունը, ոչ պահքը, ոչ երկար աղոթքները, այլ հենց սերն է կազմում քրիստոնյայի ճշմարիտ կերպարը։ Ամեն ինչ կորցնում է ուժը, եթե չկա հիմնականը, սերը դեպի մարդը։ Այսօր հենց այն օրն է, որ մենք սիրուց ավելի շատ պետք է խոսենք, որ իսկապես պետք է ասենք Քրիստոս հարյավի մեռելոց եւ պետք է ավելի ամուր մեր մեջ գնահատենք այդ քրիստոնեական արժեքները, բայց իսկապես առանց այս հոգևոր արժեքների հնարավոր չէ, բայց Ամալա ջան, պահքի ամբողջ շրջանում ես ականջալուր եմ եղել հայկական բոլոր եկեղեցիներում պատարագի ժամանակ մեր հոգևորականները, երբ որ աղոթք են հղում առ Աստված, անպայման ասում են Հայաստան եւ Արցախ աշխարհ, այնպես որ հավատացած լինենք, որ այդ միավորումը լինելու է եւ Արցախ աշխարհը մեր սրտում է, մեզ հետ է, միգուցե հիմա ֆիզիկապես ոչ, բայց մենք միասնական ենք։ Շնորհակալ եմ, որ կարևորում եք Արցախը եւ այն ուրույն տեղ ունի ձեր սրտերում եւ ձեր գործունեության մեջ։ Քեզ շնորհակալ։ Երկիր իմ, առանց ինձ ինչպես ես։ Ես հիմա շվարած ինչ որ տեղ եմ, անհասցե, անտուն, անօքի։ Քո ցավը ուսերիս շալակած տանում եմ։ Այդ ցավը տանել չի լինի։ Անգույն շնչահեղձ են օրերս։ Ապրել եմ հոգևարքիդ ժամերն ու հայացքս կարկամած երկնքին անպատասխան հեռացել եմ, ինձնից պոկելով ինձ։ Ես մնացել եմ այդտեղ, վարքյանից կախ, անկուշտորեն շնչել եմ անշնչացած օդդ ու ջերմացել, մի պահ։ Անեացած քայլել եմ վերջին անգամ տարակուսած ու ամայացած փողոցներով ու դու խելագարված ընկել ինչ որտեղ։ Շուրջս քաոս էր, վարոդի արյան ու բենզինի հոտը խախտել էր հավասարակշռությունը երկրի ու երկնքի միջև։ Մգլահոտ էր ու ծուխնամենուր էր։ Անհույս ճիչեռնականների պես պայթում էին ունկերիս մեջ։ Թուրքը ներխուժել է երկիրս։ Երկիր իմ, քեզ ինչպես փոփեմ։ Ես ինչպես փոխվեմ։ Դուր ձերքդ վերադառնամ։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալ։ Ձեզ շնորհակալություն։ Այսպիսին էր Ամալիա Գրիգորյանը առանց կարծրատիպերի։
Ամալյան, ինչպես շատ մեր արցախցի հայրենակիցներ, ասում է, որ ունի մի կարծրատիպ, որը չի պատրաստվում փոխել եւ չի պատրաստվում կոտրել։ Դա թշնամու նկատմամբ եղած կարծրատիպն է։ Իսկ մնացած հարցերում կարողանում է ապրել առանց կարծրատիպերի, այնպես որ ապրեք առանց կարծրատիպերի, մի վախեցեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։